Նիկոլ Փաշինյան, համեցեք։ Շնորհակալություն, նախ ուզում եմ ազգային ժողովին տեղյակ պահել, որ այս պահին Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ ազգային ժողովի մուտքի մոտ բողոքի ակցիա են անում հակապետական այս համաձայնագրի դեմ բողոքելով եւ ոստիկանությունը կրկին սկսել է իր ապօրինությունները իրենց կարծիքը արտահայտող քաղաքացիների նկատմամբ, մասնավորապես մի քանի մարդկանց, գուցե տասնյակ մարդկանց, 10 եւ ավել մարդկանց լցրել են ոստիկանական մեքենաները եւ ես պահանջում եմ անհապաղ ազատ արձակել ակտիվիստներին, հնարավորություն տալով, որ նրանք իրականացնեն սահմանադրությամբ իրենց երաշխավորված իրավունքները։ Պարոն Մովսիսյան, ազգային ժողովում լսումներ տեղի ունեցան դեկտեմբերի 17-ին եւ դուք ասացիք, որ գազի գինը փոխվել է 2011 թվականի ապրիլի 1-ից։ Այդ թվում ձեր մասնակցությամբ, այսինքն դուք ձեր մասնակցությամբ է տեղի ունեցել այդ բանավոր թե գրավոր որոշումը։ Հետո ասացիք, մարդիկ ասացին, բա ինչու չեք ասել։ Ասիկ ով է հարցրել, որ ասեմ։ Հարցրել են փետրվարի 17-ին 2012 թվականի մամուլի ասուլիսում լրագրողները։ Դուք ասել եք, որ նման բան չկա։ Հարցրել եմ ես մայիսի 23-ին 2013 թվականի այս դահլիճում լսումների ժամանակ դուք էլի հերքել եք այդ փաստը։ Եվ հիմա էլի ազգային ժողովի պատգամավորների հարցերին ի պատասխան ինչ որ անընդհատ կոնկրետ պատասխաններ չեք տալիս հարցերին, անկեղծ ասած կներեք ես համեմատության համար, եթե մենք լինեինք քրեակատարողական հիմնարկում, ես կհասկանայի հարցերին պատասխանելու այդ ձևը, բայց չեմ կարծում կներեք, որ հազար ներողություն այս բառի համար կռուտիտը այն ժանրն է, որով նախարարը պետք է շփվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ ազգային ժողովի հետ։ Այս կոնտեքստում ես ուղղակի անիմաստ եմ համարում ձեզ որևէ հարց տալը, որովհետև հարց տալ նշանակում է ակնկալել, որ պատասխանողը կարող է ճշմարտության որևէ դրվագ դնել իր պատասխանի մեջ։ Ես ձեզ հարց չունեմ տալու, պարոն Մովսիսյան, այս կապակցությամբ, մանավանդ որ դուք հիմա այսօր այստեղ որպես նախարար չպետք է կանգնած լինեիք, որովհետև Սերժ Սարգսյանը էլի հիշեցնեմ, ասել էր, որ այն կառավարությունը, որ 7% տնտեսական աճ չապահովի, պետք է հրաժարական տա։ Այս տարի լավագույն դեպքում դուք կարող եք ապահովել 4% տնտեսական աճ։ Եվ մինչև հիմա հրաժարական չեք տվել, ինչից պետք է ենթադրել, որ ձեր կառավարությունը դուրս է եկել Սերժ Սարգսյանի վերահսկողությունից։ Շնորհակալություն։